Երևանում օդի աղտոտվածությունը մինչև 4 անգամ գերազանցում է նորման։ Պատկան մարմինները դա պայմանավորում են թե եղանակով, թե մարդկային գործոնով։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրեց վերջին օրերի չափումները։ Նրա խոսքով նոյեմբերի 17-ից 25-ը Երևանի կենտրոն վարչական շրջանում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի նորման 1,4-ից 4 անգամ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են նոյեմբերի 21-ին եւ 25-ին, նորմայից 3,5-ից 4 անգամ բարձր։ Արաբկիրում նույն ժամանակահատվածում փոշին գերազանցել է նորման 1,1-ից 1,6 անգամ, Շենգավիթում նոյեմբերի 25-ին 1,2 անգամ, իսկ Նորնորքում սահմանային թույլատրելի գերազանցում չի արձանագրվել։ Վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի Արկայությամբ օդի տուրբուլենտականությունը արածյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաեւ նպաստել է այս իմ կողմից նշված թվերի բարձրացմանը եւ նաեւ առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը միջև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն անդրադառնալով երևույթին նշել է, որ խնդիրը նոր չէ, բայց այս օրերին քաղաքացիների համար դարձել է առավել տեսանելի եւ զգալի։ Նա հիշեցրեց, որ մառախուղ փոշային շերտը Երևանի համար, հատկապես ուշ աշնանը եւ ձմռանը, նոր երևույթ չէ։ Պատմականորեն դեռ խորհրդային Հայաստանում հետևանքները դրա եղել են, որ արդյունաբերություն է եղել, դրան հաջորդել է էներգետիկ ճգնաժամը, երբ որ հատվել են բազմաթիվ ծառեր եւ ջեռուցման համար է օգտագործվել եւ փայտանյութը եւ այլ նյութերով են ջեռուցել բնակավայրերը եւ հետո բնականon արդեն Երևանը աճել է, զարգացել է եւ ուրեմն ունենք շինարարություններ, աճող ընդլայնվող քաղաք, այսինքն հետևանքը, արդյունքը նույնն է, այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Հայկազյանի խոսքով քաղաքապետարանն այս պահին ունի 170 տվիչ, որոնք տեղադրված են շինհրապարակներում։ Դրանք նախատեսված են ոչ թե ֆոնային աղտոտվածությունը չափելու, այլ շինարարական հարթակների ընթացիկ վերահսկման համար, բայց դրանց միջոցով անուղղակիորեն նաև վերլուծվում են ընդհանուր միտումները։ Հայկազյանը մատնանշեց, որ տեղեկատվության մատչելիության եւ ոչ միշտ մասնագիտական չափումների հրապարակման պատճառով հաճախ ձևավորվում է կեղծ ստագնապ։ Խոսելով օդի աղտոտվածության պատճառների մասին, Հայկազյանը նշեց. Դրանք կլինեն թե մեքենաների աճող թիվը, թե հանքերի տեղակայումը, որը օրինակ քաղաքապետարանը վերջի տարիներին խիստ սահմանափակել է եւ նոր հանքարդյունաբերության թույլտվություններ շմագի շրջանակում, որը իրականացնում է քաղաքապետարանը, մենք չենք թույլատրել, լինի շինարարությունը, այսինքն բոլոր գործոնները այստեղ տեղ ունեն։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը նշեց, որ այս տարի Հայաստանի ամբողջ տարածքում հունվարի 1-ից նոյեմբերի 25-ը գրանցվել է 9253 քրդե, որոնցից 5545-ը բուսածածկ տարածքներում։ Դա գրեթե 3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա համադրելի ցուցանիշը։ Երևանում գրանցվել է 809 հրդեհ։ Անշուշտ հրդեհները ազդում են օդի աղտոտվածության վրա, բոլորս էլ գիտենք, որ հրդեհներից առաջանում են տարբեր տեսակի գազեր, ինչը աղտոտվածության որակի մասին արդեն կարելի է խոսել։ Հրդեհների պատճառը բազմաթիվ են, ես դա փրկարարության ոլորտը չի ինչ հետևանքներից առաջացել։ Հիմնականում ես կկապեի անշուշտ մարդկային գործոնով պայմանավորված եւ երկարատև չոր եղանակով պայմանավորված։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ջրի եւ մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանն էլ հիշեցրեց, որ տերևների եւ այլ օրգանական զանգվածի այրումը օրենքով արգելված է։ Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով արգելված է տերևների այրման դեպք հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը կիրառում է պատասխանատվության միջոցներ, ֆիզիկական անձանց նկատմամբ 50,000, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 200,000 դրամի չափով։ Ավագյանը հիշեցրեց նաև ահազանգերի համար գործող 119 թեժ գծի մասին, որը հասանելի է 24/7 ռեժիմով։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը շեշտեց, որ օդի բարձր աղտոտվածությունը առողջության տեսանկյունից ռիսկային գործոն է, բայց չի կարելի կոնկրետ հիվանդություններ
կապել միայն մեկ պատճառի հետ։ Ըստ նրա հիվանդությունների առաջացման պատճառները տարբեր են։ Ասուլիսի վերջում Սիրարփի Հայկազյանն անդրադարձավ նաև աղբավայրերի խնդրին, նշելով, որ քաղաքապետարանը մինչև տարեվերջ նախատեսում է մրցույթ հայտարարել աղբի վերամշակման կամ այրման կայանի ներդրման համար։ Նա հիշեցրեց, որ տարբեր մարզերում, այդ թվում Վայոց ձորում, գրանցվող աղբավայրերի հրդեհները ևս լուրջ վտանգ են ներկայացնում օդի որակի եւ ջրային ռեսուրսների համար։ Ուստի թափոնների կառավարման բարելավումը դարձել է Երևանի եւ ամբողջ երկրի օրակարգային ուղղություններից մեկը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։